Հայաստանում առաջիկայում կստեղծվի հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամը։ Նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս նախաձեռնությունը բխում է նրանից, որ դեռևս 2020 թվականին ընդունվեց նոր օրենք, ուրեմն տեսալսողական մեդիայի մասին, որը պարտադրում էր արդեն իմպերատիվ կերպով հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին առնվազն 20%-ը եթերի ապահովել հանրօգուտ կոնտենտով։ Սա ասելով բնականաբար մենք նախ եւ առաջ նկատի ունենք նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կամ չի կարողանում կոմերցիոն ուրեմն գործիքներից օգտվելով գումար գեներացնել կամ շատ բարդ է ըստ էության։ Ըստ նախարարի այս կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի սահմանափակումները ստեղծել են նոր իրողություններ, հետևաբար որոշվել է առաջարկել նոր լուծումներ, աջակցելով հեռարձակողներին ապահովել այդ պահանջվող առնվազն 20% հանրօգուտ բովանդակությունը։ Ինչ նկատի ունենք հանրային կոնտենտ հանրօգուտ կոնտենտ ասելով։ Հանրօգուտ կոնտենտը ըստ էության մշակութային բովանդակություն ունեցող կրթական, ուսումնական, գիտական եւ մարզական ուրեմն բաղադրիչ ունեցող եթերի հեռարձակումն է 20%, այսինքն Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր ռադիո մոնիթորինգի արդյունքում մշտադիտարկման արդյունքում յուրաքանչյուր ամիս համապատասխան զեկույց է պատրաստում յուրաքանչյուր հեռուստաալիքի վերաբերյալ արդյոք տվյալ հեռուստաալիքը կարողանում է ապահովել իր նվազագույն 20% եթերի հանրօգուտ կոնտենտը, որը որպես կանոն, որպես այդպեսին այդքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից։ Սակայն մենք օրենսդրությունը մշակելիս կարևորել ենք, որ պետք է առնվազագույն շերմ սահմանվի այդ օրինակ բովանդակությամբ եթերի համար, հեռուստադիտողի համար, որը բնականաբար այս գործիքակազմով մենք առաջարկում ենք ուրեմն աջակցել եւ խրախուսել ընկերություններին բարձրացնել այդ 20%-ի շեմը եւ սրանով բնականաբար վերափոխել նաեւ եթերի որակը։ Հանրային հեռարձակողներին խրախուսելու մեխանիզմներից մեկն էլ ըստ Հայրապետյանի այս ուղղությամբ դրամաշնորհային ծրագրերի իրականացումն է։ Նախագիծը արժանացավ գործադիրի հավանությանը։ Նախարարը հաջորդիվ զեկուցեց նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին կառավարության կողմից առաջարկվող պետական աջակցության մասին օրենքի փաթեթը։ 3 ուղղություններով կառավարությունը աջակցություն է սահմանում տնտեսվարող սուբյեկտներին բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող, որոնց գործունեության տնտեսական գործունեության գործակիցը 90 եւ ավել տոկոս պետք է կազմի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Առաջին ուղղությունը աշխատանքային միգրանտներն են, այսինքն այն աշխատակիցները, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավել են 2022 թվականի մարտի 1-ից սկսած, որոնց ուղղությամբ տնտեսվարողները եկամտահարկ չեն վճարել, մինչև այդ պահը երկրորդ ուղղությունը դա նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է եւ մասնագիտական կադրերի վերապատրաստման համար սահմանվող աջակցությունն է։ Վարչապետը հետաքրքրվեց, ինչու հենց աշխատանքային միգրանտներին։ 2022 թվականի մարտի 1-ից սկսած մեծ հոսք ենք ունեցել հենց տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ միգրանտների եւ տարբեր ծրագրերով մենք փորձել ենք այդ ներուժը պահել Հայաստանում։ Շատ լավ, այդ պարզ է։ Հիմա այս պահի դրությամբ ձեր ասած կատեգորիայի մարդկանց եկամտային հարկի 60%-ի չափով մենք աջակցություն ենք ցուցաբերում։ Հիմա իսկ այն մարդկանց համար, ովքեր 10 օրից կարող է ընդունվեն աշխատանքի, մի ամսից ընդունվեն աշխատանքի, 2 ամսից ընդունվեն, իրենց դեպքում էլ այդ աջակցության ծրագիրը կողմ։ Այո, արդեն հուլիսի 21-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ երամսյակի համար ընկերությունները կարող են դիմել։
Այս նախագիծը եւս ընդունվեց։ Նիստի ավարտին կառավարությունը հաստատեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Այս պաշտոնին 5 տարի ժամկետով նշանակվեց տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հրաչյա Զաքոյանը։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։